Չի բացառվում, որ եղել են հոգևորականներ, որոնք երիտասարդ տարիքում նեղանչել են, բայց ո՞րն է ավելի վտանգավոր, այն, որ մեր երկրում կա կուսակրոնությունը խախտած հոգևորական, թե որ մեր երկրում կա թուրքի գործակալի կասկած ունեցող իշխանություն։ Պատկերացրեք վտանգների մասշտաբները, ոչ մեկ ավելի վտանգավոր չէ, քան այն, որ ժողովրդի հիմնավոր կասկածներով ունենք թուրքի դրածո, թուրքի գործակալ, թրքամետ կամ հնարավոր է հենց թուրք իշխանություն։ Հունիսի 6-ին Ադրբեջանում Կուրբան Բայրամ էր։ Փաշինյանը շնորհավորում է։ 2 օր անց, հունիսի 8-ին, եկեղեցին տոնում էր Հոգեգալստյան տոնը, Նիկոլը քննադատում է կաթողիկոսին։ Նրանց շնորհավորում է, մեզ քլնգում։ Առանց թշնամու կերպարի Նիկոլի քաղաքական գոյությունը զրոյանալու է։ Իսկ ինչու է այդ թշնամու կերպարը կերտում հայերի մեջ, ոչ թե մեր թշնամիների։ Հենց այդ պատճառով, որ հայ են։ Նիկոլի համար հայը թշնամի է, թուրքը բարեկամ։ Իսկ թե ինչու է այդպես, դա էլ վստահ եմ կերևա իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պարտադրված անցնի ամբողջական հետազոտության։ Իսկ քանի դեռ տեղի չի ունեցել դա, բոլորից շարունակելու է հռչակել թշնամի, մինչև վերջնական չես պահանջել Ժողովրդ ջան, որ հավաքի վեշերը իր ուսապարկերին ու